եթե միայն վերցնենք թրիփը, ոչ թե ընդհանուր տարածաշրջանային կոմունիկացիոն խնդիրները, ապա թրիփը եկամուտների տեսակետից էական չէ, ներդրումների տեսակետից էլ կարող է բերել, ասենք, մի $200-300, 500 միլիոն դոլարի ներդրում։ Եթե մենք պաշտոնապես մնում ենք Եվրասիական տնտեսական միության սահմաններում, ապա Թուրքիայի հետ մենք ազատ առևտրի ռեժիմ չենք կարող ունենալ։ Մենք կարող ենք եզրահանգել, որ էական շարժ արտասահմանյան ներդրումների եւ ընդհանրապես ներդրումների տեսակետից չկա, եթե մենք նայում ենք մեր ներդրումները քիչ թե շատ կայուն զարգացում ունեցող ճյուղը մոտ ապագայում, ես կարծում եմ, որ լինելու է միայն ֆինանսական ոլորտը, որը կապված է պատերազմի հետևանքների դանդաղ վերանալու հետ։ Ես տնտեսական հեղափոխություն տերմինը ոչ այն ժամանակ եմ հասկացել եւ արտահայտվել եմ դրա մասին, ոչ հիմա եմ հասկանում, որովհետեւ եթե մենք ասում ենք տնտեսական հեղափոխություն, դա պետք է լինի արտադրողականության վրա ազդող ինչ-որ էական գործոն։ Ձեր կարծիքով որ ճյուղն է, որ ունեցել է ամենաբարձր աճը։ IT եւ ֆինանսական հատված։ Ոչ։ Որը։ Խաղային ոլորտը։ Միևնույն ժամանակ մարդիկ զբաղվում են խաղադրույքներ կատարելով եւ շահումների հետևից գնալով։ Դա որպես կանոն երկու շարժառիթ ունենում։ Մեկը այն է, որ փողը շատ է սկսում են խաղալ, մյուսն այն է, որ փողը քիչ է եւ հույս ունեն, որ հանկարծ դրանով շահումի վրա կունենան ավելի շատ եկամուտներ։ Բարև ձեզ, հետքի տաղավարում ամերիկյան համալսարանի գործարարության եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանն է։ Պարոն Գաբրիելյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Մենք ձեզ շատ հարցեր ունենք, թեմաները շատ են, բայց կաշխատենք կոնկրետացնել մի քանի թեմաներ եւ հնարավորինս բացել այդ թեմաները։ Առաջինը, որի մասին կուզեի խոսել, TRIP ծրագիրն է, որը վերջին շրջանում շատ է քննարկվում, բայց մեր ընթերցողները հասարակությունը այդպես էլ չի հասկանում, հիմա սա լավ բան է, թե վատ բան է։ Իշխանություններն ասում են, սա խոշոր ներդրումային ծրագիր է, տնտեսական շահ կա, ընդդիմությունն ասում է զրո տնտեսական շահ, սա արվում է Ադրբեջանի պարտադրանքով եւ այլն։ Ձեր կարծիքի վերջո սա ինչ է, մեզ ինչեր են սպասվում։ Շնորհակալություն հրավերի համար։ TRIP-ի ծրագիրը կամաց-կամաց սկսում է ավելի նյութականանալ եւ ավելի են ուրվագծվում ծրագրերը, սակայն այն դեռևս ամբողջությամբ ուրվագծված չէ։ Եթե մենք վերցնում ենք TRIP-ը միայն որպես մեղրի հատվածով հատող ճանապարհ, ապա այն տնտեսական իմաստով առանձնապես նշանակալի չէ։ Այնպես չէ, որ տնտեսական առումով վնաս է, սակայն տված արդյունքները չեմ կարծում, որ լինեն էական, որովհետև հատվածը չափազանց կարճ է եւ այդ չափազանց կարճ հատվածից ստացված եկամուտները չափազանց կարճ են, փոքր են կրկին, ասենք մոտ կլինեն ընդհանրենք $8-10 չափով յուրաքանչյուր տոննայից։ Եթե լավագույն դեպքում այդ ճանապարհով անցնեն միլիոնավոր տոննաներ, մենք կարող ենք ունենալ նաև ինչքան հասկացանք բաշխման տեսակետից շահույթի, ասենք 10-15 միլիոնի լավագույն պայմաններում եկամուտ։ Դա տնտեսական գործունեության եւ Հայաստանի տվյալների ու Հայաստանի այս պահին ունեցած տնտեսության տեսակետից բնավ նշանակալի արդյունք չէ։ Այսպիսով, եթե մենք նայում ենք որպես եկամտաբեր գործունեություն, որ Հայաստանը տրանզիտից էական գումարներ կստանա, դա չէ։ Ես ասել եմ, կա երկու ծայրահեղություն։ Մի ծայրահեղությունը թուրանական միջանցքն է, մյուս ծայրահեղությունը խաղաղության խաչմերուկը։ Ծայրահեղություն ասելով նկատի ունեմ սահմանային կետերը։ Հիմա թե ինչ բովանդակությամբ կլցնենք այդ ծրագիրը, դրանից ելնելով կստացվի ավելի շատ արդյունք, թե ոչ։ Հիմա պատկերացրեք TRIP-ի ծրագիրը, այս բանի խոսում ենք միայն Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների մասին։ Սակայն էական է, թե դրա հետևանքով արդյոք սահմանային ընդհանուր ճանապարհների բացում տեղի ունենում է, թե ոչ։ Եվ բոլորին հայտնի է, որ Թուրքիայի ծրագիրը նա է, որպեսզի
բացի Սյունիքից Հայաստանի մյուս հատվածներով երկաթուղին չգործի։ Հիմա այդ դեպքում դա շատ ավելի վատ արդյունք է։ Միևնույն ժամանակ, եթե ճանապարհները բացում են, դա փոխում է նաև տնտեսության եւ ուղևորափոխադրումների եւ բեռնափոխադրումների դինամիկան, նաև Վրաստանի երկաթուղով, այնտեղ մենք ունեինք չափազանց բարձր գներ, այդ բարձր գները կարող են իջնել, դրա հետևանքով բեռների փոխադրումը լինի այլ տրամաբանությամբ եւ կախված նրանից, թե տարածաշրջանային ճանապարհները, հատկապես Թուրքիայի հետ ճանապարհները եւ հատկապես երկաթուղու շարունակությունը Երևանով դեպի Գյումրի եւ Գյումրիով դեպի Քարս կգործարկվի, թե չի գործարկվի, դրանից բացի արևելյան հատվածը Միջևանից սկսած ճանապարհները ինչպիսին կլինեն, Հայաստանի երկաթուղու գործարկումը ինչպիսին կլինի եւ ինչ չափով կլինի, դրանք կլինեն բավականին տարբեր ուրեմն սցենարներ։ Հիմա այդ սցենարների պարագայում, եթե մենք ամբողջովին ընդգրկվենք հաղորդակցման ուղիների քարտեզի մեջ եւ ունենանք տարանցիկ ճանապարհներին մասնակցություն, ապա այդտեղ տնտեսական շահերը կարող են լինել շատ ավելին։ Սակայն հիմա այս պահի դրությամբ այդ տնտեսական շահերի վերաբերյալ դեռևս որևէ բան առարկայական չկա։ Դրանք կախված են ոչ այնքան Ադրբեջանից, ինչքան Թուրքիայից։ Թուրքիան այս պահին դրա վերաբերյալ փակագծեր չի բացում եւ ներքին օգտագործման ուրեմն խոսույթում նրանք խոսում են, որպեսզի մոտ 3-4 միլիարդ դոլար ծախսեն, որպեսզի մեր երկաթուղու զուգահեռ երկաթուղի պատրաստեն, կառուցեն, որը Կարսից կգնա դեպի Նախիջևան։ Այս պարագայում մենք ունենում ենք լրիվ այլ արդյունք, քան եթե երկաթուղին Գյումրիով մտնի Կարս։ Մի խոսքով հստակություններ որպես այդպեսին չկան, սակայն եթե միայն վերցնենք թրիփը, ոչ թե ընդհանուր տարածաշրջանային կոմունիկացիոն խնդիրները, ապա թրիփը եկամուտների տեսակետից էական չէ, ներդրումների տեսակետից էլ կարող է բերել, ասենք, մի 200-300 դոլարի ներդրում, 500 միլիոն դոլարի ներդրում, որը սակայն լինելու է բավական սպეციფիկ, լինելու են այդ ներդրումները ոչ այնքան տեղական նյութերի եւ այլնի օգտագործումով եւ ունենալու է որոշակի տրամաբանություն։ Մենք ունենալու ենք նաեւ սահմանների անցակետերի նոր տեխնոլոգիաներ, որպեսզի հնարավորինս բեռները գնան առանց ստուգման, ինչքան հասկանում եմ, եւ այդ առումով, ասենց ասեմ, տարածաշրջանային ազդեցությունը, ասենք, մեղրին սկսի փթթել, թե ոչ, մեղրիում կանգառներ որպես կանոն չեն լինելու, որովհետեւ այդ հատվածը չափազանց փոքր է, չեմ բացառում, որ կլինեն, բայց մեծամասնությամբ ենթադրաբար դրանք չեն լինելու, այլ լինելու է ուղղակի անցում։ Դրա համար վերջնական գնահատական տալ, եթե մենք չենք պատկերացնում Հարավային Կովկասի կոմունիկացիոն հաղորդակցության ճանապարհների ամբողջ կտրվածքը ինչքանով է բացվելու եւ մենք արդյոք դառնալու ենք տրանզիտային թե ոչ, շատ դժվար է գնահատել։ Եթե թրիփը վերցնում ենք որպես այդպիսին, ապա ինքը շատ մեծ ավելի ազդեցություն կարող է ունենալ։ Եթե այսինքն խաղաղության խաչմերուկի տրամաբանությունը, եթե վերցնում ենք որպես թուրանական միջանցք, ապա դրա ազդեցությունը մինիմալ է։ Իսկ անվտանգային սպառնալիքների մասին շատ խոսվում է, նորից հակասական կարծիքներ, կարող է տնտեսական զարգացումները բերել անվտանգության հետ կապված դրական զարգացումների կամ հակառակը։ Գիտեք, բնականաբար, եթե դուք առևտուր եք անում, ապա շատ ավելի ցածր է պատերազմական գործողությունների հավանականությունը, որովհետև տնտեսական շահեր կան, բայց դա չի նշանակում, որ դրանք կարող են վճռորոշ լինել։ Որովհետև եթե այդ տրամաբանությամբ դատենք, ապա առաջին համաշխարհային պատերազմը տեղի չէր ունենա, որովհետև միջև այդ եվրոպական երկրները շատ ավելի ինտեգրված էին եւ առևտուրը, ինչպես նաեւ փոխադարձ ֆինանսական շուկաներում մասնակցությունը շատ ավելի մեծ էր։
այլ հավասար պայմաններում դա դրական ազդեցություն ունի, սակայն կանխորոշիչ ազդեցություն չունի։ Երաշխիք չէ։ Երաշխիք չէ։ Շատ լավ։ Միևնույն է շատ է խոսվում նաև Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա առևտրի մասին։ Ըստ ձեզ դա որքանով է իրատեսական, չհաշված այսօրվա ոչ մեծ ծավալի առևտուրը, ոչ մեծ ապրանքախմբերի հետ կապված, առաջիկայում ընդհանրապես հնարավոր է այդպիսի առևտուր, ինչ ունի Հայաստանն առաջարկելու, եւ արդյոք եթե լինի հիմնական ներմուծողի դերում տնտեսությունն ավելի չի տուժելու։ Նայեք, Թուրքիայից մենք այժմ էլ ներմուծում ենք, եւ ներմուծում ենք երրորդ երկրի միջոցով, դա Վրաստանն է։ Եվ եթե ճանապարհները բացվեն, ըստ էության տնտեսական ամենամեծ հարվածը լինելու է ոչ Ադրբեջանին, ոչ Թուրքիային, այլ Վրաստանին, որովհետև տարանցիկ կարևորությունը Հայաստանի համար նա մատնավազելու է։ Այստեղ մի շարք այլ խնդիրներ էլ կան։ Հիմա Հայաստանը ասել է, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու խնդիր այս պահին դրված չէ։ Թեև հապկից մենք դե ֆակտո հրաժարվում ենք, բայց Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ որևէ քայլ չենք նախաձեռնում։ Պաշտոնապես այդպես հայտարարում ենք։ Պաշտոնապես հայտարարման տեսակետից։ Հիմա եթե մենք պաշտոնապես մնում ենք Եվրասիական տնտեսական միության սահմաններում, ապա Թուրքիայի հետ մենք ազատ առևտրի ռեժիմ չենք կարող ունենալ։ Դա նշանակում է, որ էական ներմուծումների քանակը չի ավելանալու, այնպես չի, որ ընդհանրապես չի ավելանալու, որովհետև ամեն դեպքում տրանսպորտային ծախսերը եւ այլն կարող են վերանալ, սակայն մենք հնարավորություն կունենանք արտահանել։ Արտահանման հնարավորությունները ապրանքաշրջանառության տեսակետից այդքան շատ չեն, որովհետև մենք բազմաթիվ մրցունակ ապրանքների արտադրություն չունենք, որով կարող ենք հեղեղել Թուրքիայի շուկան, եւ համապատասխանաբար նաև տարիֆների խնդիրը կա։ Եթե հնարավոր լինի, միայն կարծում եմ, ասենք, որոշակի, չգիտեմ, ցեմենտի արտադրություն կարող է լինել, որ կարող է շուկա լինել, կամ ամենահավանականը էլեկտրաէներգիայի արտադրություն կարող է լինել, որովհետև այդտեղ կան ստրուկտուրալ տարբերություններ, մեր գերարտադրություն կարող ենք ունենալ, իրենք պահանջարկ ունենալ եւ այլն, եւ Հայաստանը որոշակի վերավաճառ կարել է, կներեք վաճառել է, բայց Վրաստանի միջոցով կրկին, ցանցերի միջոցով, որովհետև անմիջական ցանցերի միացում որպես այդպիսին գոյություն չունի։ Հիմա տեսականորեն ավելացում հնարավոր է, բայց էական աճ առևտրաշրջանառության եղած առևտրային ռեժիմների պայմաններում ես չեմ կանխատեսում։ Այլ բան է, եթե հարցադրվի, որ նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում կամ Եվրասիական միության շրջանակից դուրս մենք ուրիշ առևտուր ենք անելու։ Իսկ այն ապրանքները, որոնք պետք է օրինակ Թուրքիայից գան Հայաստան, որոնք այսօր էլ շատ դեպքերում ավելի էժան են, քան մեր տեղական արտադրանքն է, տրանզիտ ծախսերի բացակայության պայմաններում ենթադրվում է, որ պետք է էլ ավելի էժանանան եւ այստեղ մեր արտադրողները մրցունակության խնդրի առաջ են նորից կանգնում։ Կարող է դա մեծագույն ռիսկ լինել մեր արտադրողների համար։ Դրա համար հետազոտությունը պետք է արտադրողների տեսակետից, բայց չեմ կարծում, որ այդտեղ խնդիր կա եւ այդտեղ կրկին գալիս է հարցը, թե քանի տոկոսի մասին է խոսքը եւ մեր արտադրողները որպես կանոն թուրքական ապրանքների հետ այդ աստիճանի չեն մրցակցում։ Հիմնականում խոսքը միշտ գնացել է գյուղատնտեսական ապրանքների մասին, գյուղատնտեսական ապրանքները եթե գան ավելի էժան, ապա այդտեղ քանի որ իրենց մոտ սուբսիդավորվում է, կարող է լինել որոշակի մրցակցություն ոչ մեր օգտին, սակայն դա շատ ավելի մանրամասն հետազոտություն է պահանջում կրկին տարիֆների կոնկրետ ապրանքների գծով։ Եթե հիմա գանք արդեն մեր ներքին տնտեսական ցուցանիշներին, մենք ունենք 25 թվականի համար 91% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, հնան դեռ չունենք, բայց ենթադրվում է, որ մի փոքր ավելի նվազ պետք է լինի։ Երբ նայում ենք կառուցվածքին, տեսնում ենք, որ ամենաշատ աճել է շինարարությունը, ամենակիչը արդյունաբերությունը։ Եթե դուք փորձեք գնահատել մի քանի նախադասությամբ, սա որքանով է առողջ աճ եւ ընդհանրապես լավ ցուցանիշ է մեր տնտեսության համար, թե վատ։
Գիտեք, բարձր տնտեսական աճը միշտ լավ ցուցանիշ է եւ երբեմն օգտագործում եմ փուչիկ բառը։ Ես այդ բառը շատ չեմ սիրում, որովհետեւ մարդկանց մոտ ստեղծում է տրամաբանություն, որ դա իրական աճ չէ։ Փուչիկը եւս իրական աճ է, սակայն խոսքը վերաբերում է դրա կայուն լինելուց, այսինքն որքանով է այն հաստատուն հիմքերի վրա, որ կշարունակի հետագայում այդ տեսակետից նայել։ Շինարարության աճը այդ տեսակետից բնականաբար չի լինելու ավելին, որովհետև շինարարության աճը ունի սպეციფიկ պատճառներ։ Այդ պատճառները սուբսիդավորման ծրագրով աջակցված, այսպես ասած, տուրբո զարգացում ստացած կառուցապատումն է Երևանի շրջակայքում։ Եթե Երևանում եւ Երևանի շրջակայքում եւ եթե դուք նայեք կա արդյոք այդպիսի պահանջարկ, ասենք այդ նոր թաղամասերը, որ կառուցվում են եւ այլն, դուք կարող եք տեսնել, ասենք երեկոյան անցնելով ինչքան քիչ լույսեր են վառվում այդտեղ։ Շատերը դա դիտարկում են ոչ այնքան որպես արտադրական գործունեություն կամ պահանջամունք, այլ որպես խնայողության միջոց։ Հիմա այդ խնայողության միջոցները շատ հաճախ ոչ միայն Հայաստանից են, այլև դրսից։ Հիմա որոշ չափով դա արտահանման խնդիր է լուծում, որոշ չափով դա ասենք արտահանումը կարող է լինել եւ դրսի բնակիչների համար, ընդհանրապես Հայաստանի ոչ ռեզիդենտների եւ հայերի համար, ովքեր ուզում են Հայաստանում ինչ-որ կտոր սեփականություն ունենալ, տարբեր ամեն դեպքում ինքը արտահանման էլեմենտ ունի։ Որովհետեւ երբ որ նայում եք նաեւ կա արդյոք ծաղկուն գործակալության շուկա, կրկին այդ տեսակետից ինքը որպես այդպիսին շարունակական աճ ունենալը չի կարող։ Այսպեսով շինարարության տեսակետից մենք ունենք մոտավորապես նույն իրավիճակը, ինչ որ ունենք 2019 թվականին ավտոմեքենաների վերարտահանման տեսակետից։ Բավականաչափ մեծ եկամուտներ, բայց որովհետև դա վերարտահանման վերջին տարին էր, բոլորը ցանկանում էին օգտվել։ Հիմա 2024-25-ը այդ տարիներն են, կշարունակվի 26-ին նաև շատ ավելի նվազ թափով 27-ին, քանի որ կան շինարարական պրոյեկտներ, որոնք սկսվել էին ավելի շուտ թույլտվությունը, իրանք ուղղակի կավարտվեն այդ պահին։ Հիմա եթե նայեք նաև գործունեության տեսակետից, ապա շինարարական պրոյեկտների ավարտներն է հիմնականում տեղի ունենում եւ ոչ այնքան շինարարական բուն կառուցապատման աշխատանքները։ Արդեն վերջին պահի ձևակերպումները եւ այլն։ Հիմա դա որպես հետագա ծավալ բավականաչափ կասկածելի է շարունակականության տեսակետից։ Ինչ վերաբերում է մյուս ճյուղին, որը էականորեն աճել է, դա ֆինանսաբանկային ոլորտն է, որը իմ կարծիքով ունի մի քիչ ավելի կայուն հեռանկար, ինչու, որովհետև ֆինանսաբանկային ոլորտը թեև Հայաստանի տնտեսությանը ներսում էապես չի սպասարկում տնտեսական գործունեության նպաստելու տեսակետից, այնպես չի, որ ընդհանրապես չի սպասարկում, ուղղակի եկամուտների մեծամասնությունը գեներացվում են դրսի վրա, դրսից եկող հոսքերի սպասարկման ելնելով։ Եթե մենք այդպեսին ենք դիտարկում, ապա արդյոք մենք ունենալու ենք շարունակական կայուն այս մակարդակի ծառայությունների մատուցում։ Իմ կարծիքով մենք էակայս աճի տեսակետից մեծ աճեր եղած մակարդակից չենք ունենալու, սակայն այն ավելի կայուն է լինելու, քան շինարարությունը, քանի որ այստեղ չկար պետական սուբսիդիա, այստեղ կար մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով վերափոխված միջազգային ֆինանսական հոսքերի աշխարհագրություն։ Մի փոքր այդ սխեման կմանրամասնեք, որտեղից են գալիս փողերը, հայկական բանկերի միջոցով ուր էին գնում։ Այդ փողերը նայեք, Հայաստանը բավականաչափ կոշտ է դիտարկում փողերի լվացումը։ Եվ դրանք ոչ թե այն փողերն են, որոնք այս կամ այն կերպ ապօրինի ճանապարհով տեղափոխվում են, ապա դրանք այն փողերն են, որոնք շատ ավելի լավ պայմաններով Ռուսաստանի
եւ մի շարք այլ երկրների ռեզիդենտներին հնարավորություն են տալիս ֆինանսական գործողություններ անել արևմուտքում, ընդ որում այդ գործողությունները բազմաթիվ են եւ բազմապիսի, դրանք ասենք հիմնականում արտաքին առևտրի սպասարկմանն են, բայց կարող են լինել նաեւ ֆինանսական միջոցների կառավարման հնարավորություններ։ Հիմա հավանականությունը, որ եթե անգամ վաղը ռուս-ուկրաինական պատերազմը վերջանա, մենք ունենալու ենք այդ բոլոր սահմանափակումների վերացում, մեծ չէ, որովհետև դա տևում է որոշակի ժամանակ։ Թեև ասենք ռուս-ուկրաինական պատերազմի վերացման ռուսական պահանջներից մեկը նաև որ ասենք ռուսական բոլոր բանկերը վերականգնվեն SWIFT համակարգին, անգամ վերականգնվելու պայմաններում որոշակի խնդիրներ, այնտեղ բազմաթիվ ցանկեր կան, սանկցիաներ կան, այդ ամեն ինչը վերացնել, նայել, վերանայել եւ այլն, որոշակի ժամանակ է պահանջում եւ այս տեսակետից ֆինանսական ոլորտում հիմնականում խոսքս վերաբերում է ֆինանսական ծառայություններին, որոնք բանկերն ու ներդրումային ընկերություններն են տալիս, ասենք ապահովագրականներին եւ ֆոնդային շուկային, այդքան Հայաստանի ներսում դա չի վերաբերում։ Հիմա այս ոլորտի զարգացումները, քանի որ իրենք ունեն հաճախորդներ այլ երկրներում, որոնց տալիս են բավականաչափ որակյալ արդյունք եւ որակյալ սպասարկում, դեռևս կշարունակվի առնվազն նույն տեմպով զարգանալ, նույն մակարդակի մնալ նկատի ունեմ եւ էական նվազում մոտ ապագայում ես չեմ ենթադրում, որովհետեւ թեև հնարավոր է որ եթե անկած պատերազմը շուտ ավարտվի, պատերազմի ավարտից հետո որոշակի հոսքերի վերաբաշխումներ լինեն, այն չի վերանա։ Դրանից բացի արդեն նոր հաճախորդներ կան, այդ նոր հաճախորդները շատ ավելի լավ պայմաններով ծառայություններ կարող են ստանալ եւ այլն, քանի որ բանկերը եւս ներդրումներ են անում տեխնոլոգիաների եւ այդ նույն հաճախորդներին նոր ծառայություններ մատուցելու տեսակետից։ Եթե նայում ենք մնացած ծառայությունների մեջ առևտուրը բնականաբար գալիս է, ասենք մեր խոշորագույն հարկատուն այս պահին mobile center-ն է, որը նշանակում է, որ ինքը պահանջարկի բավարարում է անում ոչ թե Հայաստանի բնակչության, այլ շատ ավելի լայն զանգվածների։ Վերարտահանում է։ Բնականաբար վերարտահանում է եւ այդ առևտրի վերարտահանման ծավալները գնալով նվազում են, սակայն այնպես չի, որ մի շարք ապրանքների վերարտահանումը դադարելու է։ Այդտեղ որոշակի խնդիրներ կան, նշանակում է այս ոլորտը հիմնականում կրկին առևտրի ոլորտը տեղի ունենում։ Կունենա որոշակի կայուն մակարդակ, սակայն էական վերարտահանումների ծավալի ավելացում կրկին ես չեմ դիտարկում։ Մենք ունենալու ենք շարունակաբար նույն մակարդակի, եթե ոչ ավելի ուղղավորափոխադրումների մակարդակ։ Եթե կարողանանք հնարավորինս արագացնել օդանավակայանի սպասարկման կարողությունները, եթե կարողանանք դուրս գալ եվրոպական սև ցուցակից, որը մի քանի տարի շարունակաբար կանք, հնարավոր է նաև տեղական արկունքերությունների ձևավորում, որոնք կարող են թռչել այս կամ այն ուղղությամբ եւ այլն, տեսականորեն տրանսպորտային փոխադրումների տեսակետից օդային մենք կարող ենք եւս ունենալ զարգացում ուղղավորափոխադրումների տեսակետից։ Սակայն պետք է հիշել, որ այդտեղ մենք ոչ թե ուղղավորափոխադրումներով ենք զբաղվում, այլ ուղղավորափոխադրումների սպասարկմամբ, քանի որ սեփական ավիացիա այդ տրամաբանությամբ չունենք։ Գլոբալ առումով քիչ թե շատ կայուն զարգացում ունեցող ճյուղը մոտ ապագայում ես կարծում եմ, որ լինելու է միայն ֆինանսական ոլորտը, որը կապված է պատերազմի հետևանքների դանդաղ վերանալու հետ։ Իսկ մնացած ոլորտները, որոնք Հայաստանում նաև աշխատատեղերի հետ կապ ունեն, ընդհանրապես մենք խոսեցինք արտահանման մասին, ապրանքներ, որոնք մենք առաջարկում ենք, արդյունաբերության մասին է խոսքը։ Ինչ վիճակում ենք, մենք տեսնում ենք, որ երբ որ վերացավ ոսկու վերամշակման գործոնը, որը ինքնին կասկածելի էր, արդյոք մենք կարող ենք այդքան
ոսկի կամ արծաթ վերամշակել, դա դեռ մի կողմ դրած, տեսնում ենք, որ միջև տարվա կես անկումներ եւ տարվա վերջում արդեն մի քանի ճյուղերի հաշվին արդյունաբերությունը սկսեց քիչ թե շատ կենթանության նշաններ ցույց տալ։ Ինչ վիճակում է հիմա ըստ ձեզ այս ոլորտը եւ կա հեռանկարներ, որ մի օր արդյունաբերությունը կարող է դոմինանտ դառնալ կամ մեր տնտեսական աճի վրա էական կշիռ նշանակություն ունենալ։ Արդյունաբերությունը դոմինանտ այլևս չի դառնա, անդրում դա կախված չի միայն աշխատուժի թանկացման խնդրով, որը շատերը արտահանողներ բերում են փաստարկը, որ գիտեք, քանի որ մեր փոխարժեքը, մեր արժույթը ավելի ուժեղացավ, դրա հետևանքով մեր ապրանքը թանկացավ եւ այլն եւ այլն։ Եթե մենք նայում ենք Հայաստանի նման եկամուտ ունեցող մի շնչի հաշվով երկրներին, ապա այդտեղ արդյունաբերությունը շատ քիչ տեղերում է հիմնական դոմինանտը, եթե դրանք երկարաժամկետ կարողություններ չեն ստեղծվել եւ այդ կարողությունները ինտեգրված չեն եղել միջազգային մատակարարման շղթաներին։ Ասենք միգուցե Կորեայում նմանատիպ խնդիր կա, Չինաստանում եւ այլն, սակայն երկրների մեծամասնությունը այս մակարդակի դեպքում հիմնականում կարող է ունենալ ծառայությունների զարգացում։ Ծառայությունների արտահանում շատ ավելի հնարավոր է իրականացնել, որը մենք անում ենք ծրագրավորման ոլորտում։ Կրկին ուզում եմ նշել, սա եւս մի ոլորտ է, որտեղ մեր մոտ վերջին մի քանի տարիներին, ոչ այս տարի, ավելացել է տնտեսական ներուժը, որովհետև մենք ունեցել ենք ներհոսք որակյալ կադրերի, եւ այդ որակյալ կադրերը որոշակի արդյունք, որոնք իրենք անում էին միջազգային արժեքային շղթաների ներսում, այդ կտորը Ռուսաստանից տեղափոխել են Հայաստան։ Ասենք Nvidia-ի Ռուսաստան։ Մեխանիկորեն Հայաստանը ներգրավել է այդ շղթայում։ Ուզում եք անվանեք մեխանիկորեն, ուզում եք անվանեք օրգանական, էական չի, ինքը շղթայում հայտնվել է։ Այդ մենք 2022 թվականին ունեինք շատ ավելի մեծ քանակությամբ մարդիկ, որոնք եկան այստեղ, դրանց ինչ-որ մասը մաղվեց եւ գնացին եվրոպական երկրներ, հիմնականում Կիպրոս, Սերբիա, Մալթա եւ այլն, ինչ-որ մի մասը հետ վերադարձավ Ռուսաստան, սակայն անգամ այդ պարագայում մենք ունենք Ռուսաստանից եկած միջազգային տեղեկատվական տեխնոլոգիաների շղթայում աշխատող ընկերություններ, որոնց արժեքը, որը մի ժամանակ ստեղծվում է Ռուսաստանում, այժմ ստեղծվում է Հայաստանում։ Եվ այս տեսակետից մենք ունենք, ասենք, 3 տարի առաջվա նկատմամբ ներուժի ավելացում։ Ներուժի ավելացումը այնքան չէ, ինչքան մենք ենթադրում ենք 2022 թվականին, կամ 23 թվականին, որ այդքան կավելանա, բայց ամեն դեպքում ավելացում կա։ Բայց շատ է խոսվում նաև, որ իրենք հատկապես ռուս ծրագրավորողները նորից Հայաստանից դուրս են գալիս, չեն մնում Հայաստանում։ Այսինքն այդ ներուժը իրենք որ բերել են որքանով է երկարաժամկետ մեզ համար։ Դրա համար ասացի, այնքանով չի, որ ինչքան մենք ենթադրում ենք 2022-ին, որ մենք կունենանք պերմանենտ ավելացում։ Այսինքն մտածում ենք կմնան եւ դեռ կավելանան։ Մտածում ենք կմնան եւ դեռ կավելանան, բայց սակայն նրանք բնականաբար ովքեր որ ավելի բարձր որակավորում ունեին եւ այստեղ տնտեսական գործոնն է, ասենք Հայաստանի հետ այդքան կապելը ճիշտ չի լինի, պատկերացնենք 3 կատեգորիա է։ Մի կատեգորիան այն է, որ նրանք բարձր աշխատավարձ են ստանում եւ այդ աշխատավարձը նաեւ եվրոպական ստանդարտներով բարձր էր։ Ընկերությունները այդ մարդկանց տեղափոխեցին, ասենք, Կիպրոս։ Խոսքս վերաբերում է արտասահմանյան ընկերություններին, որովհետև նրանք լրացուցիչ ծախս այդ մարդու վրա չէին անում, նրանք էլ մեծ ցանկություն ունեին գնալ եւ իրենք այդ գործողությունները ամեն դեպքում Հայաստանից այնպես չէ որ Հայաստանը իրենց համար թշնամական երկիր էր, սակայն շատ ավելի ռիսկային գոտում է իրենց տեսակետից գտնվում, քան ասենք Կիպրոսը։ Երկրորդը միջին կատեգորիաները, որը հիմնականում մնաց եւ տեղայնացվեց եւ ասենք նույն այդ ռուսների համար Հայաստանի Հանրապետությունը բավականաչափ հաճելի վայր է աշխատելու համար, որովհետեւ բնակչությունը ռուսախոս է, որևէ թշնամական
զգացողություններ իրենք փողոցում չունեն, ի տարբերություն այլ նախկին խորհրդային երկրների, եւ իրենք կարողանում են, ասենք, հասու լինել Ռուսաստանի վերաբերյալ տեղեկատվությանը եւ ճանապարհորդել շատ ավելի ազատորեն ու ավելի հաճախակի, քան կարող էին անել այլ երկրներից։ Եվ դրանից ավելի ցածր կատեգորիաները, որոնք պարզվեց, որ շատ մրցունակ չեն, նրանք կարող են գնալ հետ գնալ Ռուսաստան։ Այսպեսով մենք մոտավորապես ունեցանք միջին զանգվածը ծրագրավորողների տեխնիկա ընդհանուր անունները ծրագրավորողներ չեն միայն, որոնք մնացին Հայաստանում, նրանք ավելացել են։ Տարիների հետ կարող են բնականաբար նրանք եւս մաղվել, սակայն ամբողջությամբ իրենց դուրս գալու վերաբերյալ տեղեկատվությունները ուռճացված են։ Պարոն Գաբրելյան, հիմա հաշվի առնելով ձեր ասածները, կարող եք ենթադրել, որ այն գործոնները, որոնք եղել են վերջին 2-3 տարիներին, իներցիայով կշարունակվեն նաև այս տարի եւ տնտեսական աճը կարող է ապահովել դրանց հաշվին։ Այդ գործոնները, ինչպես ասացի, նախ մենք ունենք դանդաղող աճ, բայց ունենք աճ։ Մասնավորապես, ասենք, վերցնենք շինարարությունը։ Դուք տեսնում եք բազմաթիվ կիսակառույցներ, որոնք պետք է ավարտվեն։ Եվ այդ ավարտական ակտերը պետք է լինեն, եւ դրանց հետ կապված վերանորոգման աշխատանքները պետք է լինեն եւ այլն։ Այսինքն այդ բումը, որ կար Երևանի շրջանում, ինքը անմիջապես 2024-ին սուբսիդիան կվերանա թե 2025-ին, իրենք առնվազն 2-3 տարի շարունակաբար դեռևս որոշակի աշխատանքներ պարտավորություն ավարտելու, հետո բացի դրանից իրենք ունեն վերանորոգման խնդիրներ եւ այլն, որոշակի տնտեսական գործունեություն այդ ոլորտում շարունակաբար լինելու է։ Նույն տրամաբանությամբ ասացի, խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով եղած ֆինանսական հոսքերին, այդ ֆինանսական հոսքերը չեն վերանալու, որովհետև բոլոր սանկցիաները անմիջապես չեն վերանալու։ Եթե անգամ վերանան էլ, մարդիկ որոշ գործողություններ արդեն կարգավորված սխեմաներով անելու են շատ ավելի մեծ հաճույքով այստեղ, քան այնտեղ, որովհետև վերակարգավորումների խնդիր է լինելու եւ այլն։ Եվ այս տեսակետից դրանք առնվազն 2026-ին լինելու են առկա։ Որոշակի ինվեստիցիաներ, ասենք, տեղի են ունեցել գյուղատնտեսության ոլորտում, ավելի առաջադեմ այգիների, տեխնոլոգիական այգիների եւ այլնի տեսակետից եւ այլն։ Սակայն մենք դեռևս այդ ոլորտում չունենք մասշտաբի էֆեկտ, որը մեզ հնարավորություն կտա ունենալ արտահանումների արտադրության այնպիսի ծավալ, որ մենք կարողանանք Ռուսաստանից բացի արտահանումներ ապահովել նաև միջին արևելքի երկրներ, որտեղ, ասենք, շատերը մտածում են, ասենք, իրապես մեծ շուկա կա, այդ շուկայում պահանջարկ կա թարմմթերքի, սակայն դա ենթադրում է արտադրության եւ բեռնափոխադրումների մի քիչ ավելի լայն մասշտաբ։ Մենք դեռևս դրան չենք հասել։ Չի բացառվում, որ մի 2 տարի հետո դրան էլ հասնենք եւ այդտեղ էլ կայունություն մտնի եւ ոչ թե գյուղատնտեսության, այսպես ասած, նախկին տարիների դինամիկայի պես մենք ունենանք անկում։ 2018 թվականին, երբ ներկայիս իշխանությունները եկան իշխանության, հայտարարեցին տնտեսական հեղափոխության մասին, այդ տերմինը 1 տարի, 2 տարի հետո մոռացվեց, որովհետև եղավ պատերազմ, COVID, հետո լինում են արտաքին գործոններ, հասկանալի է, որ շատ անկանխատեսելի բաներ ազդեցին, բայց ընդհանուր առմամբ խոսում են մասին, որ Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքը եւ տնտեսության կառուցվածքը պետք է փոխվի, երբ նայում ենք մեր կառուցվածքը թե օրինակ 10 տարի առաջ թե այսօր նույնն է, որովհետեւ մենք հիմնականում առևտրի եւ ծառայությունների հաշվին ենք աճը ապահովում։ Ըստ ձեզ ներկայ իշխանությունները վարում են այնպիսի քաղաքականություն ունեն, այնպիսի ծրագրեր եւ հեռանկարներ, որ տնտեսական աճի որակը բարելավվի։ Ցանկություններ ունեն, ես տնտեսական հեղափոխություն տերմինը ոչ այն ժամանակ եմ հասկացել եւ արտահայտվել եմ դրա մասին, ոչ հիմա եմ հասկանում, որովհետեւ եթե մենք ասում ենք տնտեսական հեղափոխություն, դա պետք է լինի արտադրողականության վրա ազդող ինչ-որ էական գործոն։ Որևէ ուղղվածություն որպես այդպիսին չեմ տեսել։ Ինչ է ավելացել
այս իշխանությունների օրոք ավելացել է ճյուղային կամ ինչպես ասում են արդյունաբերական քաղաքականության վրա ծախսվող գումարները բավականաչափ շատ եւ բավականաչափ մեծ քանակով տնտեսվարողների տրվել են աջակցություններ։ Սակայն որպես այդպիսին միասնական քաղաքականություն, որը ամփոփեր եւ կհամակարգեր թե այդ արդյունաբերական քաղաքականությունը ինչպիսին է եւ հատկապես ինչին է հետամուտ լինում, ես դեռևս չեմ տեսել։ Կան ռազմավարություններ, արտահանման ռազմավարություն եւ այլն, որոնք բավականաչափ մանրամասն նայում են խնդիրները։ Սակայն այդ ռազմավարություններից բխող տնտեսական գործելակարգերը դեռևս տեղում չեն։ Այսպիսով համակարգված տնտեսական քաղաքականության վերաբերյալ խոսելը շատ դժվար է։ Տեսեք, այդ քաղաքականության մի մասն էլ պետք է լիներ ներդրումների եւ հատկապես օտարերկրյա ներդրումների ուղղությամբ քայլերը, բայց մենք տեսնում ենք վիճակագրությամբ էլ, որ չունենք ներդրումների այնպիսի ծավալ, որ կարող էր խոսել մեր տնտեսական աճի մասին, ներդրումային գրավչության մասին, թեև մեր իշխանությունները անընդհատ խոսում են աճերի, ձեռքբերումների մասին, բայց մենք ունենք տնտեսական ցուցանիշներ, որտեղ տեսնում ենք, որ իսկապես կան շատ մտահոգիչ թվեր, դրանցից մեկն էլ հենց օտարերկրյա ներդրումներն են։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին է վերջինը հրապարակվել ու այստեղ ներդրումների զուտ հոսքերը, այսինքն գումարների ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը բացասական է։ Երբ նայում ենք ուղղակի ներդրումները, այստեղ մի փոքր դրական արդյունք ունեն, ընդհանրապես ինչ են նշանակում այս ցուցանիշները։ Տեսեք, հունվար-սեպտեմբերին ունենք -80 գրեթե 5 միլիարդ դրամի ընդհանուր ներդրումներ, սա այն բացասական ցուցանիշները, որի մասին խոսում են, եւ ՕՈՆ-ը 34 միլիարդ դրամ։ Ինչ եզրահանգենք սրանից, ինչ վիճակում ենք։ Մենք կարող ենք եզրահանգել, որ էական շարժ արտասահմանյան ներդրումների եւ ընդհանրապես ներդրումների տեսակետից չկա, եթե մենք նայում ենք մեր ներդրումները, ապա հիմնականում եթե դուք նաեւ ՕՈՆ-ն եք նայում, դա դասակարգումը այնպեսին է, որ դրանք հիմնականում ենթակառուցվածքներում գործող կազմակերպությունների շահույթն է, որոնք չի տրվում դիվիդենդի կերպով եւ դա համարվում է, քանի որ մնում է ընկերության մեջ ներդրում։ Հիմա ամենայն հավանականությամբ ես այդ թվերը չեմ ուսումնասիրել վերջերս, դուք կարող եք ունենալ այդ թվերից մարդիկ շահաբաժիններ են բաշխել արտասահմանյան սեփականատերերին, որի հետևանքով մենք ունեցել ենք նվազում։ Սա ամենահավանական պատասխանն է։ Ներդրումների տեսակետից կան բազմաթիվ գործոններ եւ այդ բազմաթիվ գործոնների շուկաների առկայությունը, տեխնոլոգիաների առկայությունը եւ այլն եւ այլն։ Մենք եթե նայում ենք հիմնականում որ ոլորտներում են տեղի ունեցել կրկին կան ֆինանսական ոլորտում ներդրումներ, որտեղ աճող ոլորտ է, կան ներդրումներ, ինչպես ասացի, ենթակառուցվածքներում եւ եթե այդ նայենք տրադիցիոն ոլորտները, որտեղ ներդրումներ առաջկային, ասենք հանքարդյունաբերություն կամ այլ տեղեր, մենք կարող ենք տեսնել, որ որոշակիորեն խնդիրներ առկա են։ Հիմա ասենք խնդիրներ առկա են հանքարդյունաբերության մեջ ներդրումների տեսակետից, մենք ունենք ոլորտի կոնցենտրացիա շատ ավելին, քան երբևէ ունեցել ենք։ Բացի դրանից կա այսպես ասած գործարար շրջանառության սովորույթ, որ որոշակի տոկոս տնտեսվարողները նվիրում են կառավարությանը, որը ինչպես եղավ ԶՊՄԿ-ի դեպքում։ ԶՊՄԿ-ի դեպքում, Լիդիանի դեպքում, ինչպես եղավ Վիվասելի դեպքում եւ այլն։ Եվ այդ պարագայում սպասել, որ ներդրողները խոշորացված ավելի կոնցենտրացված շուկա են ուզում գալ եւ մի բան էլ դեռևս նվիրել պետությանը, շատ հավանական չէ։ Խաղի կանոնները որպես այդպիսին չափազանց հստակ չեն։ Իսկ եթե մի քիչ ավելի պարզ խոսենք, ո՞րն է նպատակը պետությանը մասնաբաժին տրամադրելու։ Ինձ հարցը չպետք է տաք։ Ես չգիտեմ։ Ինչ հավանական տարբերակներ կարող է լինել։
հարցը պետք է տակ նվիրողներին եւ պետությանը, որը բանակցում են նմանատիպ համաձայնագիր։ Հավանական տարբերակները պետք է լինեն որոշակի երաշխիքներ, եթե այդպեսին կան, բայց դրա վերաբերյալ ես չեմ կարող դատողություններ անել։ Մենք մի ոլորտում շատ կարևոր փոփոխություն ունեցանք, որ դեռ էլի կարծիքները շատ հակասական են, առողջապահության ապահովագրությունը, շատերը բողոքում են, շատ հապշտապ արվեց, շատերի համար դա աշխատավարձից պահվող հավելյալ գումար է, ոմանք արդեն հասցրել են հակառակ կողմից նայել, այսինքն օրինակ վիրահատությունները ապահովագրությամբ լինի։ Ձեր կարծիքով Հայաստանին պետք է այս փուլում առողջապահության ապահովագրություն։ Գիտեք, նպատակը շատ լավն է, մասնավորապես առողջությունը դարձնել ավելի հանրամատչելի, քանի որ բազմաթիվ հետազոտություններով առկա էր այն փաստը, որ շատերը վճարում են բավականաչափ բարձր եւ վճարում են ոչ թե ապահովագրության կամ այլ սխեմաների միջոցով, դրանք կարող են ունենալ որոշակի հետևանքներ, այդ տեսակետից ինքը բավականաչափ հասունացած խնդիր էր։ Ձևի տեսակետից ես 100% վստահ չեմ, որովհետև մենք ընտրել ենք հիբրիդային ձև, որը որոշակի պայմաններում կարող է նորմալ աշխատել, որոշակի պայմաններում ոչ։ Ես խորհուրդ կտայի դիտարկել Access կենտրոնի հետազոտությունը, որը դիտարկել է հատկապես այս կառավարման ձևը, որը ըստ էության միասնական գնորդի տրամաբանությունն է բերում, եւ այն ապահովագրություն չէ, որովհետև ապահովագրության պարագայում դուք պետք է ունենաք ապահովագրական մեխանիզմներ եւ այլն։ Այսա միասնական գնորդի կողմից բժշկական ծառայությունների համընդհանուր ապահովում է, բայց ոչ ապահովագրություն։ Կամ բազմաթիվ խնդիրներ, որ ինձ համար դժվար է դատողություն անելը, ասենք ես չեմ պատկերացնում, ինքը պետք է նայել ընդհանուր համալիրի մեջ, թե գները ինչպես են սահմանվում եւ այդ գների սահմանման տեսակետից լրացուցիչ գները ինչպես են սահմանվում, համավճարներ կարող են լինել, չեն կարող լինել, դա արդյոք կբերի ոչ միայն հասանելիությանը, այլև ծառայությունների որակին, որովհետեւ արդյոք այս պայմաններով աշխատելով մասնավոր ընկերությունները, որոնք կան բժշկության ոլորտում, նրանք կշարունակեն ներդրումներ անել։ Այսինքն մինչև հիմա թեև հասանելիության տեսակետից առկա են բավականաչափ խնդիրներ, սակայն որոշակի հիվանդանոցներ եւ որոշակի ամբուլատոր ծառայություններ անում են էական ներդրումներ։ Հիմա այդ հոսքերը որտեղ են կուտակվելու եւ այդ հոսքերի տեսակետից ինչպես է լինելու այդ ծառայությունները, այսինքն դինամիկ տեսակետից չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է դատողություն անել, որովհետև համակարգը որպես այդպեսին միջև վերջ նկարագրված չէ։ Խոսքս չի վերաբերում միայն ստացողներին, խոսքս վերաբերում է նաև ծառայություն մատուցողներին, ծառայություն մատուցողների տարբեր համադրություններին, այսինքն օրինակ կարող է լինել լրացուցիչ ապահովագրություն։ Այդ լրացուցիչ ապահովագրության եւ հիմնական ապահովության համադրումները դեռևս հստակ չեն։ Հստակ չեն, թե համավճար պոլիկլինիկաները եւ հիվանդանոցները կարող են գանձել թե ոչ, եւ եթե գանձում են, որ ծառայությունների գծով եւ ինչի համար։ Այդ ամեն ինչը երբ որ լինի, մենք կունենանք ավելի համապարփակ պատկեր եւ դրա հետևանքով կարելի է ասել, սա զարգացում կբերի թե չի բերի։ Այս պահին իմ կարծիքով որոշակիորեն հապճեպ էր մտցնելը, որովհետև այդ բազմաթիվ հարցադրումները որևէ մեկի համար թե ինդուստրիայում, թե ապահովողների մեջ հստակ չեն։ Բայց կարիքը, որ ցանկալի էր որոշակի խնդիրներ լուծել ավելի համընդհանուր առողջապահություն առաջարկելու տեսակետից, դա կարծում եմ, որ դրական է։ Դրա արձագանքելը։ Իսկ եթե գանք մեր բնակչության եկամուտներին, սովորաբար նման նախագծերի, նման ծրագրերի ժամանակ այդ թեման նորից
բարձրանում է, որ բնակչության մի մասը ստանում է ցածր եկամուտներ եւ պատրաստ չի նման փոփոխությունների։ Ես գիտեմ, որ դուք ունեք նաև ուսումնասիրություններ, ինչ վիճակում է եւ արդյոք ճիշտ է մեր իշխանությունների պնդումները, որ Հայաստանում աշխատավարձը բարձրացել է, դա փակում է գնաճի բոլոր բացասական էֆեկտները, տնտեսությանը համահունչ աճում են մարդկանց եկամուտները։ Մենք ունենք երկու դինամիկա եւ այստեղ ըստ էության, եթե նայում ենք տնտեսությունը 25 թվականին, թե 18 թվականին, թե այլ, դրանք տարբեր դինամիկաներ են։ Մեզ մոտ էական շրջադարձը տեղի ունեցել 2022 թվականին։ 22 թվականից առաջ մենք ունեինք բարձր գնաճ եւ գնաճը տեմպերով ավելին էր, քան աշխատավարձերի աճը։ 22 թվականից հետո այսպես մենք ունենք շատ ավելի բարձր տնտեսական աճ, քան գնաճ, եւ դա արդեն դինամիկան էապես փոխում է, բայց եթե նայենք, ասենք, բաշխվածության տեսակետից, ձեր կարծիքով որ ճյուղն է, որ ունեցել է ամենաբարձր աճը աշխատավարձերի։ IT-ին երևի, IT եւ ֆինանսական հատված։ Ոչ։ Որը։ Խաղային ոլորտը։ Դե խաղային ոլորտը ինչ որ չափով IT ցուցանիշներն ապահովողներից է, սերտաճած է։ Չէ, վիճակագրությամբ երբ որ նայում եք, հետեւյալ պատկերն է։ Նրանք ամենաբարձրը չեն ստանում, ամենաբարձրը սպանում են ֆինանսաբանկային ոլորտը, հետո IT ոլորտը, ընդ որում ֆինանսաբանկային ոլորտը 2023 թվականին երկրորդ տեղում էր IT ոլորտը ամենաշատն էր, եթե մենք նայում ենք միջին աշխատավարձի տեսակետից, ապա IT ոլորտը 4 անգամ գերազանցում է Հայաստանի միջինին, սակայն աճի տեմպերով խաղային ոլորտը առանձին չի որպես այդպեսին հրապարակվում, մենք ունենք զվարճություններ եւ այլն տողը, որի մեջ մշակույթ զվարճություններ հանգիստ նույն խաղային մասն է։ Խաղային մասն է։ Դա այլ է, քան տեղեկատվական եւ հաղորդակցության ոլորտը։ Դրա համար դրանք առանձին հաշվետվություններ են։ Հիմա երբ որ մենք նայում ենք այդ ոլորտների մեջ, ամենամեծ տարբերությունը մշակույթ զվարճություններ հանգիստում պետական եւ ոչ պետական ոլորտների մեջ դա այդ ոլորտում է։ Ինչ է նշանակում, որովհետև պետական ոլորտում հիմնականում, ասենք, թատրոններն են, նմանատիպ մշակութային, որոնք պետությանից ստանում են աշխատավարձ եւ այդ աշխատավարձերով համադրվում խաղային ոլորտի հետ։ Դրա համար դատողությունը, երբ որ նայում ենք աճի տեմպերով կրկին, իրենք 3-րդ, 4-րդն են աճի տեմպերով։ Ամենաբարձր աշխատավարձային տեսակետից 3 ճյուղ է։ IT ոլորտը, ֆինանսաբանկային ոլորտը, անշարժ գույքի ոլորտը, խոսքը չի վերաբերում շինարարությանը, ուղղակի անշարժ գույքը։ Այսինքն մեր իմացած բրոկերները, որոնց բրոկերները եւ ավելի շատ կառուցապատողները, քան բրոկերները։ Որտեղ բրոկերների գործունեությունը միջնորդական է, բայց կառուցապատողների գործունեությունը շատ ավելին։ Եվ եթե նայում եք էլի արտադրողականության տեսակետից, ապա 22 թվականից մենք եթե 18 թվականից նայում ենք ճյուղերի արտադրողականությունը մեզ մոտ քիչ թե շատ նույն դինամիկան ունի։ Աճեր կան, բայց էական չեն, ասենք 3-4%։ Էական աճում են կառուցապատողների եւ ֆինանսաբանկային ոլորտի արտադրողականությունները։ Դա կախված է նոր եկամուտների հետ համեմատաբար չփոփոխվող աշխատանքային ռեսուրսների պարագայում։ Որպեսզի մեծ դիտողների մոտ շփոթություն չառաջանա, ասենք, որ խաղային ոլորտը զուտ վիճակագրությամբ է այդպես առանձին տողով չէ մտնում մշակույթ զվարճություններ հանգիստ, եւ երբ բացվածքը նայում ենք, այդտեղ արդեն երևում է, որ շահումով խաղեր, վիճակախաղեր։ Հիմա տեսեք, այս ոլորտի նման թափը ոչ միայն աշխատավարձները, այլ ծառայությունների մեջ, որ նայում ենք, իրենք մեծ թափ ունեն հիմա։ Սա մեր համար, մեր տնտեսության համար ինչ ֆենոմեն է, ինչ երևույթ է, ըստ ձեզ ո՞նց է բացատրվում։ Կա որոշակի արտահանման էլեմենտ եւ
այդ ընկերություններից շատերը ոչ միայն Հայաստանում են եկամուտ ստանում, այլև դրսում, սակայն Այսինքն դրսի համար ծառայություններ են, նույն ծառայությունների արտահանում կոչվածն է։ Ծառայությունների արտահանում կա, սակայն միևնույն ժամանակ խաղադրույքների աճ կա նաև Հայաստանի ներսում, որը նշանակում է, որ եկամուտների աճին զուգահեռ միևնույն ժամանակ մարդիկ զբաղվում են խաղադրույքներ կատարելով եւ շահումների ետևից գնալով, դա որպես կանոն երկու շարժառիթ ունենում։ Մեկը այն է, որ փողը շատ է սկսում են խաղալ, մյուսն այն է, որ փողը քիչ է եւ հույս ունեն, որ հանկարծ դրանով շահումի վրա կունենան ավելի շատ եկամուտներ։ Ցավոք սրտի ամբողջովին առաջին գործոնով պայմանավորել հնարավոր չէ։ Այսինքն ավելի շատ սոցիալ-տնտեսական վատ վիճակից եկող գործոն է։ Գիտեք, խնդիրը չի վերաբերում միայն ասենք, որ իրավիճակը վատացավ, ինքը սկսեց խաղալ։ Խնդիրը վերաբերում է նրան, որ ինքը ուզում է շատ ավելի արագ իրավիճակի բարելավում, քան ինքը կարող է ստանալ։ Այսինքն դուք դիտարկեք, որ ինքը որևէ, ասենք, հեռուստացույց չուներ, որոշեց, որ այդ հեռուստացույցը առնելու համար պետք է խաղա։ Ինքը որոշեց, որ այդ հեռուստացույցը պետք է փոխի, եւ այդ հեռուստացույցը փոխելու համար սկսեց խաղալ, ասենք օրինակի համար, թեև շատերը ովքեր խաղում են, խաղամոլությունը նարկոտիկի պես բան է, ասենք շատերի մոտ դա անբուժելի հիվանդության պես կարող է լինել։ Հիմա ըստ ձեզ պետք է որ մեր իշխանությունները, կառավարությունը եւ այլն ավելի ագրեսիվ քայլեր անեն։ Միշտ այդ հարցը քննարկվում է, պետք է այս երևույթի դեմ ավելի ագրեսիվ պայքարել, թե թողնել իր հունով գնա։ Իմ կարծիքով անհրաժեշտ է ավելի ագրեսիվ լինել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ հետքի տաղավարում Ամերիկյան համալսարանի տնտեսագիտության եւ գործարարության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանն էր։ Եթե հավանում եք հետքի տեսանյութերը, հարցազրույցներն ու աշխատանքը, միացեք YouTube-յան մեր էջին, բաժանորդագրվեք, ինչպես նաեւ կարող եք աջակցել մեզ Patreon համակարգի միջոցով, որի հղումը կտեսնեք այս տեսանյութի մեկնաբանություններ եւ նկարագրություն բաժնում։